Կելակետի Comment Story էլեկտրոնային հաղորդաշարին հյուրընկալվել էր Miss Աշխարհ 2019 Լիաննա Ոսկերչյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Գեղեցկուհին պատմեց իր կյանքի ծանր փուլի եւ այդ փուլը պատվով հաղթահարելու մասին։ Չկա հստակ պատասխան, կկանգնի process-ը, կշատանա, թե կանցնի։ Ամեն մարդու մոտ տարբեր կերպ կարող է դրսևորվել։ Ինձ մոտ ակտիվ կերպով շատանում էր սպիտակ հատվածները։ Քո հետ մի բան ա տեղի ունեցել, որի պատասխանը դու չունես։ Բախվում ես հասարակության ճնշմանը։ Ամեն անգամ փողոց ես դուրս գալիս, մարդիկ քեզ հետ խոսելիս փոխանակ աչքերիդ մեջ նայեն, ուսումնասիրում են մարմնիդ վրայի բծերը։ Մարդուն մի փոքր մոտ ես կանգնում, ինքը փորձում է խուսափել քեզ դիպչելուց, որովհետև մտածում է վարակիչ հիվանդություն ա։ Ես գնացել եմ գեղեցկության մրցույթի եւ ունեի հստակ ասելիք ու նպատակ։ Հասունացման տարիքում իմ մոտ առաջ եկավ վիտիլիգո, անցումային տարիքներ, 16-ից 17 տարեկան եւ շատ ավելի խոցելի էի։ Բախվեցի հասարակության ճնշմանը, տարբեր կարծիքներին ու դա ինձ խանգարեց ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Այդ ամեն ինչը ինքս հաղթահարելով, նամանավանդ գեղեցկության մրցույթում հաղթելով, ուզում էի խոսել այդ մասին։ Ես հաղթել եմ գեղեցկության մրցույթում լինելով տարբերվող, լինելով այդ ստանդարտներից դուրս, ունենալով վիտիլիգո։ Լիաննան իր հարցազրույցներում հաճախ է խոսել հիվանդության մասին։ Դրանցից մեկում մասնավորապես նշել է, որ մաշկային խնդիրը հայտնաբերվել է 17 տարեկանում։ Լիաննայի խոսքով այդ մասին իմանալու առաջին ողջ տարին իր համար շատ բարդ էր։ Դրսում մարդիկ նայում էին, հարցեր տալիս, իսկ հասարակական տրանսպորտում փոխում էին իրենց տեղը, նկատելով մաշկի զգունազրկված բծերը։ Շատերի մոտ կարծրատիպ կա, թե դա վարակիչ է։ Իրականում նման բան չկա, դա մաշկի վիճակ է, որն ինձ յուրահատուկ է դարձնում։ Ըստ գեղեցկուհու տիտղոսակրի իր ներկայությունը նման մասշտաբային մրցույթին ապացուցում է, որ ուրիշներին նման չլինելը դեռ չի նշանակում, որ դու գեղեցիկ չես։ Որոշում կայացրի մասնակցել Miss Armenia մրցույթին եւ ինքս ինձ ապացուցել, որ ես գեղեցիկ եմ։ Նշել է Լիաննան, ապա մի քիչ հուզված, բայց ժպիտով շարունակել. Հիմա ես վիտիլիգոյիս հետ այստեղ եմ, աշխարհի տարբեր կողմերից եկած ավելի քան 130 գեղեցկուհիների կողքին եւ հաղորդագրություն ունեմ ամբողջ աշխարհի համար։ Յուրահատուկ լինելը չի նշանակում, որ դու գեղեցիկ չես։ Գեղեցկությունը միայն քո արտաքին տեսքը չէ, այն ներաշխարհդ է։ Երբ գեղեցիկ ներաշխարհ ունես, արտաքինդ էլ է գեղեցիկ։ Վիտիլիգո ունեցող յուրաքանչյուր մարդու հասարակությունը պետք է ընդունի։ Նա նաև նշել է, որ ծնողներից յուրաքանչյուրը պետք է զբաղվի երեխաների կրթությամբ, սովորեցնելով չմատնանշել մյուսներին, որոնք իրենց նման չեն։ Լիաննայի խոսքով ինքն իր բոլոր վախերն ու տագնապները հաղթահարել է աղոթքների միջոցով, որովհետև իսկապես մեծ հավատք ունի։ Աշխարհում կնոջ միջին հասակը համարվում է 164 սանտիմետրը, իսկ 170-ից ավելի բարձր հասակ ունեցող կանայք արդեն համարվում են բարձրահասակ։ Հայաստանում բարձրահասակ աղջիկները շատ ավելի քիչ տոկոս են կազմում։ Հենց այդ պատճառով էլ ցանկացած բարձրահասակ հայուհի միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում, երբեմն էլ պոդիումի հարթակում։ Բարձրահասակ կանայք շեշտում են, որ իրենց հասակն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ որոշակի թերություններ, որոնց մասին նրանցից շատերը պատմել էին News AM Style-ի հետ զրույցում։ Այդ թվում խոսել է նաև Լիաննա Ոսկերչյանը։ Մտածում եմ լավ կլիներ մի քանի սանտիմետր էլ ավելի բարձրահասակ լինեի։ Miss Աշխարհ Armenia 2019 Լիաննա Ոսկերչյանի հասակը 178 սանտիմետր է։ Նա դա առավելություն է համարում։ Իմ կարծիքով ցանկացած ազգի դեպքում բարձրահասակ լինելն առավելություն է։ Կարողանում ես ցանկացած բարձր տեղից ինչ-որ բան վերցնել, ծիծաղում է։ Իսկ եթե ավելի լուրջ, հասակը չի, որ կարևոր է։ Ներքինն արտաքին ցանկացած հատկանիշներից շատ ավելի կարևոր է։ Ինչպես մյուս մոդելները, Լիաննան ևս դպրոցում չի խուսափել խոժոռ հայացքներից կամ իր հասակի վերաբերյալ խոսակցություններից։ Ընդհանրապես թե իմ, թե զուգահեռ դասարանի աշակերտներն ինձ ծաղրում էին բարձր հասակիս համար։ Երազում էի ավելի ցածրահասակ լինել, որ ինձ ոչ ոք չծաղրեր։ Այդ ժամանակ իհարկե, բարդույթավորվում էի, որովհետև կարծում եմ, հատկապես փոքր տարիքում, երբ մատնանշում են քո արտաքինում մի բան, որն ըստ իրենց գեղեցիկ չէ, տգեղ է, սրտիդ ավելի մոտ ես ընդունում, բայց հիմա իհարկե հասկանում եմ, որ բարձր հասակը
Միմիայն առավելություն է, անգամ մտածում եմ լավ կլիներ մի քանի սանտիմետր էլ ավելի բարձրահասակ լինեի։ Հիմա շատ սիրում եմ իմ հասակը և այլևս ոչ մեկ ինձ չի ծաղրում, պատմել է նա։ Լիաննան այն աղջիկներից է, որոնց համար տղամարդու ավելի բարձրահասակ լինելը չափանիշ չէ։ Իհարկե հայերի մեջ առավել գերակշռում են միջին հասակի տղամարդիկ, բայց իմ շրջապատում ընկերուհիներիս, բարեկամներիս մեջ բարձրահասակները շատ են։ Դեռ ընտրություն կատարելու որոշման առաջ չեմ կանգնել, բայց կարծում եմ, երբ ժամանակը գա, խնդիր չի առաջանա, քանի որ ինձ համար հասակն ամենակարևորը չէ։ Այս պահին իմ կողքին ինձանից ցածրահասակ տղամարդ չեմ պատկերացնում, բայց ժամանակից առաջ չեմ ցանկանում ընկնել։ Ինչ վերաբերվում է բարձրահասակ լինելու դժվարություններին, Լիաննան ևս հիմնական խնդիրը տեսնում է հագուստի ընտրության հարցում։ Շատ անգամ, երբ ինչ-որ զգեստ կամ կիսաշրջազգեստ ես հավանում, դրանք ավելի կարճ են լինում, քան պետք է, նույնը դա պատների դեպքում է։ Մի թերություն էլ կա, ինչը երևի պայմանավորված է մեր ազգի ոչ շատ բարձրահասակ լինելու հետ։ Հաճախ խանութներում ցուցափեղկերը լինում են շատ ցածր, ու եղել է, որ դրա պատճառով մի քանի անգամ գլուխս հարվածել եմ։ Ինչու են որոշ տղամարդիկ նախընտրում իրենցից ավելի բարձրահասակ կանանց։ Ինչպես շատ բարձրահասակ աղջիկներ խնդիր չեն տեսնում իրենց հասակով ավելի ցածր տղամարդկանց հետ հանդիպելու հարցում, այնպես էլ որոշ տղամարդիկ շատ նորմալ են նայում դրան։ Նշենք, որ Միս Աշխարհ մրցույթին մասնակցելը բավականին բարդ է, քանի որ այնտեղ այլ չափանիշներ են հաշվի առնում։ Նախապատվությունը տալիս են ոչ թե մասնակիցների մարմնի կառուցվածքին, դիմագծերին, դեֆիլեին, այլ նրանց բարեգործական ծրագրերին։ Մամուլի համակրանք և Միս Աշխարհ Արմենիա 2019 տիտղոսին արժանացած Լիաննա Ոսկերչյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ապագա քաղաքագետ է։ Ավարտել է նաև երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։ Նշենք, որ նա նման մրցույթի մասնակցել է երկրորդ անգամ։ Սակայն 2017 թվականին այդքան էլ մեծ հաջողության չի հասել։ Լիաննան իր հարցազրույցներից մեկում նշել է, որ առաջին անգամ անփորձ լինելու պատճառով չի հասել հաջողության։ Ունենալով վիտիլիգո հիվանդություն, բազում հոգեբանական խնդիրներ հաղթահարելով Լիաննան դարձել է և հասել է որոշակի բարձունքի։ Եվ նա կոչ է անելու ամբողջ աշխարհին, որ այդ հիվանդության հանդեպ լինել ավելի հանդուրժողական և հասկանան։ Դա մարդկային առանձնահատկություն է, որը չի վնասում այլ մարդկանց։ Միս Աշխարհն իր խնդրի մասին բարձրաձայնելու համար լավագույն հարթակն է։ Թող նրա պատմությունը շատերին ոգեշնչի։ Ցավոք, մրցույթը Հայաստանի հեռուստաընկերություններով չի հեռարձակվել, սակայն մրցույթին հետևելու հնարավորություն ունեցել ենք առցանց տիրույթում։ Star News-ը սիրով այս հարցազրույցի համար առանձնացրել էր այսքանը։